երկրորդ էլ չի աճում, հասկանում եք, ես այդ խողերի մասին եմ ասում։ Այդ երկրորդը պարզ է, այդտեղ իր նրբությունները, ռիսկերը, բարդությունները կա, բայց ես հիմա խոսում եմ այն հողատեսքի մասին, որ գրած է արոտավայր։ Բայց այդտեղ խոտ չի աճում, որ կենթանին գնա արոտ անի, կամ անտառային նշանակության հող, այդտեղ էլ չի աճում խոտ, որ, այսինքն ծառ չկա այդտեղ ընդհանրապես, տասնյակ հեկտարներով ընդհանրապես ոչ մի ծառ չկա եւ այլն եւ այդպես շարունակ, համեցեք։ Բայց սա հենց այն դեպքն էր, երբ որտեղ ոչինչ չկա, մենք նույն շրջակայքի միջավայրի նախարարության գործընկերների հետ քննարկել ենք նաև նախապատմությունը, թե ինչպես են այդ հողատեսքերը հայտնվել այդ հատուկ պահպանվող տարածքում, նպատակն է եղել այնտեղ ստեղծել այդ անտառը։ Եվ մենք հիմա այս պայմանագրի շրջանակներում նաև այդ հնարավորությունն ենք ունենալու եւ պայմանագիր, քանի որ պետք է լինի ՊՕԱԿ-ի եւ կոմիտեի այդ հասարակական կազմակերպության միջև, որակյալ անտառի գոյությունը եւ պահպանումը այնտեղ դառնալու է հիմնական նախապայմաններից մեկը։ Այսինքն սա նաեւ հնարավորություն է այդ 23 հեկտարի վրա լավ անտառ ստեղծելու համար։ Եվ ինչ որ դուք նշեցիք արդեն, ես ուզում եմ հաստատել, որ սա հենց այդ դեպքն է։ Պարոն վարչապետ, ուղղակի հստակեցնելու համար, երբ մենք ասում ենք ոչինչ չկա, մենք նկատի ունենք տվյալ հողատարածքները առհասարակ կապ չունեն էկոհամակարգի հետ, որովհետև օրինակ անտառներում մենք ունենք բացատներ, փաստացի ոչինչ չկա, բայց իրանք մեծ էկոհամակարգի մաս են կազմում, տվյալ հողատարածքները, պարոն Խաչատրյան նշեց, մենք բազում անգամներ քննարկել ենք, դա հարակից հատվածն է արգելոցապարքայինին, որը նախկինում միացված է եղել եւ հնարավորություն կար օրինակ տվյալ հատվածում նման ներդրումային ծրագրի համար բացառություն սահմաննել, նաեւ նշեմ, որ ձեր հանձնարարությամբ բնապահպանական օրակարգը չխաթարելով մենք հիմա աշխատում ենք, որպեսզի անտառներում, անտառային նշանակության հողատարածքներում կամ այլ շրջակա միջավայրի համար կարևոր տարածքներին հարակից հատվածներում նոր մրցույթների կարգ սահմանենք, որպեսզի ներդրումների համար ավելի գրավիչ լինեն։ Նաև զուգահեռ քաղաքաշինության կոմիտեն էլ Սևանի լճի հետ կապված աշխատում, որտեղ մի դեպքում մենք